Ողջույն սիրելի հայրենակիցներ։ Ուզում եմ նախ եւ առաջ յուրաքանչյուրից շնորհակալություն հայտնել անցնող տարիների ձեր համառ պայքարի համար եւ ասել, որ առաջիկա ամիսն իսկապես ճակատագրական է լինելու եւ մենք միասին կարող ենք չէ՞ հաղթահարել այս փորձությունը։ Սիրելի հայրենակիցներ, ուղիղ 8 տարի առաջ խումբ մարդիկ եկան իշխանության, սիրո եւ համերաշխության լոզունգներով։ Արդյունքը ցույց տվեց, որ սերն ու համերաշխությունը բաժին հասան Ալիևին եւ Էրդողանին, իսկ մեր ժողովրդին բաժին հասավ պառակտումը, միմյանց նկատմամբ ատելությունն ու թշնամանքը։ Հիմա վերջինս Էրդողանից նվեր ստացած գիրքը կրծքին է սեղմում, իսկ Արցախի ջարդերի մասին նվիրված գիրքը համարում է սադրանք։ Ժամանակին հպարտությամբ ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ, հիմա նույն ցինիկ հպարտությամբ ասում է Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ 8 տարի առաջ Շուշիում պար էր բռնում ու հետո Շուշին անվանում դժգույն ու դժբախտ։ Մի ժամանակ Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի եւ մյուսների հետ մի սեղանին հաց էին կիսում, իսկ այսօր, երբ մեր երկրում Ալիևը նրանց ռազմական հանցագործ է անվանում, չի համարձակվում նույնիսկ մի ծպտուն հանել։ Սա ուղղակի խայտառակություն է։ Ուղիղ 8 տարի առաջ մեր ժողովուրդը հպարտանում էր Արցախյան հաղթանակով, իսկ այսօր մեզ ասում են, որ մեր հպարտության առիթը պետք է լինի Կիրանցի պատը, Կիրանցի ճաքած պատը։ 8 տարի առաջ կաթողիկոսի հետ սելֆիներ էին անում ու ասում էին, որ սա պատմական նկար է, իսկ հիմա ամոթալի պատերազմ են հայտարել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, նույնիսկ ծրագրում կետ ունեն կաթողիկոսի հեռացման համար, բայց մենք վստահաբար սա թույլ չենք տալու։ Եվ ես ուզում եմ մեզ լսող բոլորն իմանան, որ ինչպես անցնող տարիներին մենք մեր անզիջում պայքարը տվել ենք, առաջիկա մի ամսում մենք ջանք ու եռանդ չենք խնայելու իրավիճակը փոխելու համար։ Եվ ես վստահ եմ, որ ամոթալի այս շղթան պետք է ուղղակի կոտրել եւ մենք դա անելու ենք միասին։ Մենք միասին կարող ենք ամուր պահել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Մենք միասին կարող ենք պահել մեր ինքնությունը, մեր արմատները։ Մենք միասին վերականգնելու ենք մեր անքակտելի կապը Սփյուռքի հետ։ Միասին կարողանալու ենք ապահովել անվճար կրթություն բոլորի համար։ Միասին կարողանալու ենք հասնել նրան, որ Հայաստանից դուրս բերվեն թշնամական զորքերը, իսկ պառակտումն ու ներքին թշնամանքը ուղղակի վերանա։ Ամեն ինչ անելու ենք իշխանափոխությունից հետո օր առաջ վերադարձնելու մեր բոլոր հայրենակիցներին Բաքվի բանտից ու ես ուզում եմ բարձր ծափողջուներով ողջունենք մեր այն հայրենակիցներին, ովքեր այսօր Բաքվի բանտում են, իսկ այստեղ նստած վախկոտները չեն համարձակվում նույնիսկ ձայն հանել։ Միասին իսկապես փակելու ենք փաշինյանական պատերազմի, պարտությունների եւ նվաստացման էջը եւ հեռացնելու ենք միասին այս վախկոտ Ալիևի խամաճիկ իշխանություններին։ Եվ միասին վարկյան անգամ կասկած չունեմ, որ մենք միասին կառուցելու ենք անվտանգ, մրցունակ պետություն, վերականգնելով հավատը մեր պետության եւ նախ եւ առաջ ինքներս մեր նկատմամբ։ Եվ իմ գործընկերն էլ արդեն ասաց, այս ամեն ինչը, որ ասում ենք, իսկապես պետք է նայել, թե որ թիմը կարող է այս ամենն իրականացնել։ Կարող է վստահաբար իրականացնել այն թիմը, ով ունի ամենափորձառու առաջնորդը, ամենաուժեղ, քաղաքական, գաղափարական մտքեր ունեցող թիմը։
Ու վստահաբար այդ թիմը միայն այն մարդիկ չեն, ովքեր այստեղ կանգնած են։ Այդ թիմը դուք բոլորդ եք, ովքեր անցնող տարիներին մի վարքյան հանգիստ չեն եղել։ Մեզ հետ կողք կողքի պայքարել են փողոցում ամենուր։ Եվ այս պայքարը անհետևանք չի մնալու։ Միասին կարող ենք, չէ՞։ Ուրեմն ընտրիր Հայաստանը։ Ընտրիր Հայաստանը։ Ընտրիր Հայաստանը, շնորհակալ եմ։